Ես հպարտանում եմ այդ դրվագներով, ես բնավ չունեմ խնդիր, օրինակ ինձ շատ ավելի ցավացրել է, երբ որ ես տեսել եմ, որ 19-20 հատկապես թվականից հետո օրինակ Կենտրոն հեռուստաընկերությունը ինձ հետ կապված ամբողջ այդ տեսագրությունը հնարավորինս ամեն տեղից ջնջել է։ Այսինքն ես որևէ դեպքում չունեմ այդ խնդիրը եւ ես չեմ հարցրել անկեղ չեմ կարծում, բայց ես նաեւ կարծում եմ, որ տեսեք, ուրեմն խմբակցության որոշումները անկախ քո կամքից եւ քո մոտեցումներից ենթակա են կատարման առանց շեղման, այսինքն մենք ցանկացած հարցի վերաբերյալ շատ բուռն քննարկումներ ենք ունենում, նույնիսկ ընդդիմության առաջադրած թեկնածուների վերաբերյալ շատ բուռն քննարկումներ ենք ունենում, նույնիսկ կարող է դրանք լինել բարձր տոներով, բայց անկախ նրանից դու ինչ վերաբերմունք ունես հարցին, եթե խմբակցությունը քվեարկությամբ, մեծամասնությամբ որոշում է ընդունել, դու պարտավոր ես դրա կատարմանը եւ հետեւաբար ժամանակ դեմ եք եղել։ Ես անկեղծ ասած չեմ հիշում, դուք շատ հին պատմություն եք հանել եւ դրա կարիքն էլ չկա եւ ես կարծում եմ, որ քաղաքականությունը այնուամենայնիվ այլ ոլորտների հետ այսպես ինչ որ խառնելու կարիք չկա այս դեպքում, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի անցած ճանապարհ եւ յուրաքանչյուր կազմակերպություն ունի անցած ճանապարհ եւ ես էլ քիչ դերակատարում չեմ ունեցել Կենտրոն հեռուստաընկերության կյանքում, նրանք էլ քիչ դերակատարում չեն ունեցել իմ կյանքում եւ ես կուզենայի, որ այդ ոլորտը եւ այդ փուլը մնար այնպիսին, ինչպիսին, որ ինքը կար։ Ասածս այն է, որ ես խնդրում եմ էլի, որ Գագիկ Ծառուկյանը պետք է շատ վաղուց նստած լինի, կարծում որ ինքը շատ վաղուց է պետք է բատում հայտնված լինի։ Ես կարծում եմ, որ մենք ունենք այսպիսի շատ նուրբ իրավիճակ։ Եթե մենք վերցրել ենք մեզ վրա առաքելություն, որ Հայաստանի Հանրապետությունում պիտի լինի օրենքի գերակայություն, իսկ մենք այդ առաքելությունը մեզ վրա վերցրել ենք բոլոր դեպքերում, եւ այդ ճանապարհը շատ ցավոտ է լինելու, շատ ցավոտ մեզ համար, շատ ցավոտ բոլորի համար, բայց այլ տարբերակ չկա եւ օրենքի գերակայությունը պիտի անպայման լինի եւ դա է միակ զարգացման, կատարելագործման, նաեւ անվտանգության ճանապարհը, որովհետեւ մեր երեխաները մեծանան այնպիսի երկրում, որտեղ եւ իրենք պաշտպանված լինեն օրենքով եւ նաեւ բոլորը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հարգեն օրենքը։ Իսկ այդ ճանապարհը շատ բարդ է։ Ես հավելյալ մեկնաբանություններ չեմ տա, որովհետեւ կարծում եմ, որ վարչապետը ամենայն մանրամասնությամբ մեկնաբանել է, բայց եթե որևէ դեպքում կա որևէ օրենքի խախտում եւ դա որոշակի ազդեցություն է ունեցել երկրի առաջընթացի այլ քաղաքացիների իրավունքների ոտնահարման հետ, դրանք բոլորը պիտի վերհանվեն եւ դրանք բոլորը պիտի հանգուցալուծումը իրենց գտնեն։ Տիկին Բադալյան, ինչ կասեք այն տեսարանի մասին, առողջապահության տեսանկյունից եկեք նայեք, երբ 70 տարեկան մարդուն գետնին տապալելով են անպայման վերման ենթարկում դրա անհրաժեշտությունը ինչքանով կար ու այդ տեսարանը ձեր վրա ինչ տպավորություն թողել։ Ես ընդհանրապես ինքս անկեղծ ասած իմ էությամբ անկախ նրանից ընդդիմադիրների մասին է խոսքը, նույնիսկ եթե ինձ վիրավորողների եւ ցավեցնողների մասին է խոսքը, միևնույն է շատ նմանատիպ իրավիճակները ծանր եմ տանում եւ հեշտությամբ չեմ տանում, որովհետեւ ես կուզենայի այնուամենայնիվ մենք ապրեինք այնպիսի մի երկրում, որտեղ բոլորս իրար շատ հարգեինք եւ շատ սիրեինք, որտեղ բոլորը մեր հայրենակիցներն են։ Եթե ձեզ իմ տպավորությունները հետաքրքրում, բոլոր դեպքերում ես շատ անսահման տխրում եմ, նույնիսկ երբ որ տխուր մարդ եմ տեսնում, բնականաբար հասկանալի է, որ այսպես մեծ ուրախությամբ նման տեսարանների չեմ հետևում, բայց միևնույն ժամանակ փորձում եմ իրավապահ համակարգի գործերին չխառնվել եւ եթե կարիք կա իրավապահ համակարգի նկատմամբ քննադատությամբ հանդես գալու, դա անում եմ ուղիղ։ Տիկին Բադալյան, իսկ դուք ինչպես եք ոչ թե հանրային, դա նկատի ունեմ, դա անում եմ ուղիղ, որովհետև հանրային, տեսեք, եւ դրանից ինչ է փոխվելու հանրային, ուղղակի ինչ որ մի քանի հոգի պիտի ասի վայ, կեցես, ինչ լավ է դու դատապարտեցիր, ես անում այլ ճանապարհ իրավապահ համակարգի կարողացավ հանրությունը, չնայած որ Նիկոլ Փաշինյանն էլ ազդակներ էր տվել, որ չափազանցված է եղել այդ գործողությունները, անչափահաս դստերը զրկել մոր հետ հանդիպման,
Մենք աստիճանաբար անձնական թիրախավորումներից կգնանք լուրջ քննադատության, դաշտից քննադատելու բան այնքան շատ կա։ Իրոք պետք է կենտրոնանալ այդ քննադատությունների վրա, եթե դու ուզում ես որևէ հանրությանը օգուտ տալ, ինչ վերաբերում է Տիկին Արեգնաս Մանուկյանին, ապա ես կարծում եմ, որ մեր խմբակցության շատ պատգամավորներ եւ հատկապես կանայք այդ հարցով էլի առանց հանրային հնչեղության կամ հանրային ցույց տալու այս ընթացքում բավականին շատ աշխատանք են։ Դուք քննադատում եք, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով բուժ հաստատության աշխատակցին, որը նաև վարիչ էր եւ նաև նեղ մասնագետ էր, հեռացնում են աշխատանքից։ Դուք օրինակ այս պահին եկեք չանձնավորենք։ Հիմա այս պահին մի վարքյան խնդրում եմ ինչ որ բան եմ ես բաց թողել։ Չէ, բայց դուք կոնկրետ դրան ինչպես եք վերաբերվում, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ազատում են, ասում են կարիքը չկա, բաժինը պահում են, բայց բաժնի ներողություն, սա ձեր մեկնաբանությունն է եւ ես մանրամասն, եթե դուք ինձ կոնկրետ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի Նիկոլ Փաշինյանի եւ տիկնոջ միջև տեղի ունեցած միջադեպից հետո ազատում են աշխատանքից, նշելով, որ հաստիկը կրճատում են, բայց այդ բաժինը ամեն դեպքում պահում է, բայց այդ մարդը բաժնի վարիչն էր։ Կարծում եմ, ես պետք է անպայման ուսումնասիրել, անկեղծ ասած չէ, եւ պիտի նաեւ պատճառները փորձեմ իմանալ, որովհետեւ այս դեպքում դուք խոսում եք Արաբկիր բժշկական կենտրոնի մասին, պոլիկլինիկայի, պոլիկլինիկայի մասն է։ Տեսեք, չեմ տիրապետում այս տեղեկատվությանը, սա պետք է անպայման ուսումնասիրել, բայց բոլոր դեպքերում կարծում եմ, որ որևէ բժիշկները նախ հատկապես առողջապահական համակարգի չնայած բոլոր աշխատակիցները, որոնց պատասխանատվության շրջանակներում է յուրաքանչյուր քաղաքացու առողջություն եւ կյանք, անկախ քաղաքական հայացքներից, անկախ սոցիալական վիճակից եւ ի վերջո բժիշկներն էլ Հիպոկրատի երդում են տալիս, որ անկախ ամեն ինչից իրենք պարտավոր են այդ մարդու կյանքը փրկել։ Ես կարծում եմ, որ չէ, ընդհանուր առմամբ նախաբան է, Նարեկ ջան, լիրիկական զեղում էր, սա նախաբանն էր եւս մեկ անգամ հիշեցնելու համար, որ սա այն մասնագիտությունն է, որտեղ որ դու իրավունք չունես տարբերություն դնելու, թե ով է քո բուժառուն եւ զբաղվել նրա բուժմամբ անպայման։ Բայց ես հուսով եմ, որ մենք կհասնենք այնպիսի մի իրավիճակի, որտեղ յուրաքանչյուր մարդ կկայանա եւ կկատարելագործվի իր մասնագիտության մեջ եւ քաղաքական կարող է իհարկե ունենալ նաև քաղաքական հայացքներ, բայց եթե մենք խոսում ենք առողջապահության համակարգի աշխատակիցների մասին, ապա նրանց համար շատ ավելի կարևոր է մարդկային կյանքերը եւ մարդու առողջությունը։ Այլ չեմ տիրապետում մանրամասն։